Սիրոտոներից մինչև մարտիրութը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին Հայաց Գերվանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Սիրանուշ Պապյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Մերձավոր արևելքում արդեն մեկ շաբաթ շարունակվում է կործանարար պատերազմը, որի վերջն առայժմ տեսանելի չէ։ Նախորդին Իրանի հետ կապված մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի ղեկավարության լիակատար փոփոխությունը, հստակեցնելով, որ ինքը թեկնածուներ ունի գործող իշխանությանը փոխարինելու համար։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգներին պետք չէ մեկը, ով 10 տարվա ընթացքում Իրանում ամեն ինչ կվերականգնի, այլ պետք է լավ առաջնորդ, միևնույն ժամանակ հրաժարվելով կոնկրետ որևէ մեկի անունը նշելուց։ Միացյալ Նահանգները հետևում է պոտենցիալ իրավահաջորդներին։ Մենք ունենք մի քանի մարդ, ովքեր կարծում եմ լավ աշխատանք կկատարեն։ Մենք հետևում ենք նրանց, ասել է Թրամփը։ Մեկ օր առաջ Թրամփը Time-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը ժամանակային սահմանափակում չունի այն մասին, թե որքան կարող է տևել Իրանի հետ պատերազմը։ Time-ին տված հարցազրույցում Թրամփը նաև նշել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն սպասում է Կուբայում օպերացիա իրականացնելուն, բայց նախ խնդրել է ավարտել Իրանի հետ կապված գործերը։ Նախորդին NBC News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը որոշում չի կայացրել պատերազմ սկսել իր հարևանների հետ, այլ ի պատասխան իր դեմ սանձազերծած պատերազմի նա հարձակվել է ամերիկյան թիրախների, բազաների եւ օբյեկտների վրա, որոնք ցավոք գտնվում են Իրանի հարևանների հողերում։ Արաղչին ասել է, որ խոսել է այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ, բացատրելու, որ նրանք թիրախ չեն, չնայած Արաղչիի այդ հայտարարությանը լրջորեն սրվել են Իրանի հարաբերությունները այն հարևան երկրների հետ, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի կողմից։ Նախորդին Նախիջևանի օդանավակայանի ՆԱԹՍ-ների հարվածից հետո չի թուլանում նաև Իրանի եւ Ադրբեջանի միջև լարվածությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերով հարձակումների հետևանքով 4 մարդ է տուժել։ Բայրամովը նշել է, որ սա անընդունելի է։ Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն եւ մեր սպասումները հաղորդվել են։ Բոլորը լսել են նախագահ Իլհամ Ալիևի կողմից անվտանգության խորհրդի նիստում հնչեցված ուղերձները։ Իրանական կողմը խոստանում է հարցաքննել այս հարցը եւ մենք շուտով սպասում ենք այս հետաքննության արդյունքներին, ասել է նա։ Միևնույն ժամանակ Բայրամովը հայտարարել է նաեւ, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ Ադրբեջանի դիվանագիտական անձնակազմը տարհանվում է Իրանից։ Իսկ ահա Միացյալ Արաբական Էմիրությունները քննարկում է երկրում գտնվող իրանական ակտիվների սառեցման հարցը որպես Թեհրանի դեմ հնարավոր պատժիչ միջոցառումների մաս տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած հարձակումներից հետո։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։ Ըստ պարբերականի, եթե նման քայլ իրականացվի, Իսլամական Հանրապետության մուտքը արտարժույթի եւ միջազգային առևտրային ցանցեր խիստ կսահմանափակվի։ Հրատարակության աղբյուրների համաձայն Արաբական Միացյալ Էմիրության ներկայացուցիչները արդեն մասնավոր կերպով տեղեկացրել են Իրանին նման միջոցառումների հնարավորության մասին։ Նշվում է, որ պաշտոնյաները հրապարակայնորեն որևէ որոշում չեն հաստատել եւ պարզ չէ, թե որքան լայնածավալ կարող է լինել ակտիվների սառեցումը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր X սոցիալական ցանցի էջում գրել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է Մերձավոր Արևելքում շահիդներից պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցության խնդրանք։ Ես անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու եւ ուկրաինացի մասնագետների ներկայությունն ապահովելու հանձնարարություններ եմ տվել, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը։ Ուկրաինան աջակցում է գործընկերներին, որոնք օգնում են մեր անվտանգությունն ապահովելուն եւ մեր ժողովրդի կյանքը պաշտպանելուն, Փառք Ուկրաինային, նշել է Զելենսկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի միջամտում մերձավոր արևելքում ընթացող հակամարտության, այլ միայն պաշտպանում է իր քաղաքացիներին ու դաշնակիցներին։ Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան ռազմական ուժերի հավելյալ ստորաբաժանումներ է ուղարկել մերձավոր արևելք, այդ թվում Շարլ դը Գոլ ավիակիր նավը, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին ու դաշնակիցներին, որոնք ենթարկվել են Իրանի կողմից իրականացված հարվածների, ինչպես նաև օգնելու նրանց կասեցնել անօդաչու սարքերն ու հրթիռները։ Լա Ֆիգարո թերթին տված հարցազրույցում Մակրոնը նաև նշել է, որ Փարիզը ջանքեր է գործադրում փորձելու ապահովել ծովային նավագնացության անվտանգությունը։ Ավելի վաղ Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ փորձում է ձևավորել կոալիցիա տարածաշրջանում համաշխարհային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։ Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ Հորմուզի նեղուցով նավթի և հեղուկացված բնական գազի նավերի անվտանգացման թույլտվություն տալու համար, հայտնում է Reuters-ը հղում անելով 3 դիվանագիտական աղբյուրների։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ փակում է Հորմուզի նեղուցը և պնդել լիովին վերահսկում է այն։ Պեկինը, որ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ և մեծապես կախված է մերձավոր արևելքի մատակարարումներից, դժգոհ է Իրանի կողմից նեղուցով նավագնացությունը կաթվածահարանելու քայլից և ճնշում է գործադրում Թեհրանի վրա նավերի անվտանգացումը թույլատրելու համար, հայտնել են աղբյուրները։ Նշենք, որ Չինաստանը իր նավթի մոտ 45%-ը ստանում է Հորմուզի նեղուցով մատակարարումների միջոցով։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք։